Փառք Նժդեհին եւ հայոց բոլոր ռազմիկներին, փառապանծ ասպետներին։ Այսօր հարսանիք լեռներում ռազմական գործողության փառապանծ օրն է։ Ասել է թե Շուշիի ազատագրման օրը։ Այսօր հայ մարդը ապացուցեց, որ ինքը չի կորցրել հազարամյակների ռազմիկի, հնարամիտ ասպետի, զորավարի, զորականի իր փառապանծ կարողությունը։ Դեռ ավելին, ապացուցեց, որ ինքը կատարել է կորցվել է եւ արեց այն, ինչը աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ կամ բանակներ չեր արել եւ դժվար էր կարողանա անել։ Շուշիի ազատագրումը այնպիսի մի բացառիկ օպերացիա էր, որ նա մտել է դասագրքեր։ Ոչ միայն հայաստանյան ռազմականությունական հաստատություններում, այլ նաեւ օտար երկրների, որովհետեւ սա չնախատեսված, սա անհնարինը հնարավորին դարձրած ռազմական գործողություն է, որին ընդունակ է բացառապես հայ մարդը։ Ցավոք սրտի ներկայիս թրքաբար իշխանությունները ամեն կերպ մեզ զերծ են պահում, հեռու են պահում մեր փառապանծ անցյալից, մեր սխրանքներից, մեր հերոս ապուպ ապերից, որովհետեւ մենք չընդօրինակենք նրանցից տեր կանգնել մեր հայրենիքին։ Մեզ քարոզում են վախ, տրվել թշնամուն, զիջել, լինել խոնար, որպեսզի ապրենք խաղաղ։ Բայց մինչդեռ խաղ ապրելու համար դու պետք է լինես զորեղ, հզոր, վճռական, որպեսզի թշնամին ոչ մի փորձ չանի նվաճել քո հայրենիքը։ Այսպես պետք է լինի խաղաղությունը։ Եվ ուզում եմ նորից հիշել մեծն Նժդեհին, որ մայրենի հողը կամ հայրենի հողը կամ մայր հողը հարստանում է մեր թանկ մեռելների աճյուններով նաև։ Մենք պետք է միշտ հիշենք, պետք է միշտ մեծարենք մեր բոլոր ասպետներին, Գավգամելայի ճակատամարտից, Հայկ Նահապետի, Հայկի եւ Բելի Տուրուբերանի ճակատամարտից մինչև Արցախի ճակատամարտ։ Պետք է միշտ փառաբանենք, հիշենք, որ կարողանանք ապրել նրանց ոգով եւ նրանց պես տեր կանգնենք հող հայրենիին։ Մնաք խաղաղությամբ, բայց միայն ուժեղ ձևով։ Թույլ մարդը չի կարող ապրել խաղաղ։ Թույլին սպասում է ստրկություն։ Մենակ ուժեղն է կարող կերտել խաղաղություն, համբերություն եւ ուժ։ Հետևեք ինձ։